Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, ապրիլի 7-ին հայ առաքելական եկեղեցին նշում է ավետման տոնը։ Ինչ խորհուրդ ունի այն իր մեջ, ինչ է կրում եւ ինչու են այսօր Հայաստանում նշում մայրության եւ գեղեցկության օրը, կմեկնաբանենք հիմա։ Եվ իհարկե մեր հյուրն է Արարատյան հայրապետական թեմի Նոր Քմարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Զգոն Քահանա Աբրահամյանը։ Բարև ձեզ։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Ես նախ կուզենայի բոլոր կանանց եւ աղջիկներին շնորհավորել այս բարեբեր տոնի կապակցությամբ եւ հասնել բուն խորհրդին։ Այսօր մենք տոնում ենք մի իրադարձություն, որը պարզապես ավետում չէ Գաբրիել հրեշտակապետի կողմից ուղղված Մարիամին, այլ փրկagorցության սկիզբ մարդկության համար, որովհետեւ դրանով սկիզբ դրվեց Աստծո որդու գալուստին աշխարհ, գալու եւ փրկagorցության ծրագիրը իրականացնելու։ Երբ նա ասեց Մարիամին ուրախացիր, սա ուրախություն է բոլորիս համար, որովհետեւ դա բացեց երկինքը իր դարպասները բոլորիս համար եւ հաշտեցրեց մեզ Աստծո հետ եւ մենք ունեցանք վերստին հնարավորություն վերադառնալու այն վիճակին, որը կորցրեց նախ Ադամը եւ վերադառնալ հավիտենական արքայություն, որը Աստված խոստացել է իր ընտրյալների համար։ Եվ ըստ էության իհարկե պատահական չի Աստծո կողմից ընտրված անձնավորությունը Մարիամ Աստվածածինը, ինչպես Սուրբ Հովհան Ոսկեբերանն էր ասում, ամբողջ մարդկության բոլոր դրական հատկանիշները կաթիլ առ կաթիլ հավաքագրվել էին այդ կերպարի մեջ, որը արժանացավ այդ Աստծո մեծագույն պատվի, կրելու իր մեջ Աստծո որդուն, դառնալու տաճար մանուկ որդուն իր որովայնում եւ ըստ էության բերելու մարդկության համար մեծագույն պարգև։ Նա դարձավ կամուրջ մարդու եւ Աստծո միջև։ Եթե վերհիշենք մեր նախահայր Ադամին եւ Եվային, ապա Եվան դարձավ կամուրջ մարդկության համար դեպի մեղքը, այն էլ այն պայմաններում դրախտային, որտեղ գայթակղություններ չկային, բացի այդ արգելված պտղից եւ որևիցե բան չէր դրթում իրեն այդ քայլը կատարելու, բացի այն օծից, որը մոտեցավ եւ գայթակղեց Եվային։ Եվ ահա ինքը դարձավ Ադամի եւ այդ մեղքի միջև կամուրջ։ Տեսեք, Մարիամ Աստվածածինը ինքը ապրելով արդեն խավարային աշխարհում, արդեն մեղքի մեջ գտնվող աշխարհում ինքը հակառակը որևիցե սխալ չգործելով, մաքրամաքուր կյանք ապրելով դարձավ կամուրջ մարդկության եւ Աստծո միջև, որպեսի բերի փրկություն։ Իր խոնար վարքով, իր ընթացքով, որի ամբողջ կյանքում ինքը մեծ տառապանքներ կրեց, նաեւ իր միակ որդու սարսափելի չարչարանքների խաչելության, որին նա ներկա գտնվեց, եւ անգամ հարությունից, համբարձումից հետո իրեն հալածում էին, մինչեւ իր կյանքի վերջի օրերը, այս ամենից հետո նա խոնարհաբար եւ սիրով եւ հավատարմությամբ պահպանեց իր նվիրումը Աստծուն եւ արժանացավ երկնքում մեծագույն պարգևի, պատվի, մարդկության մեջ այնպիսի դիրքում, որ որևիցե սուրբ չի գտնվում եւ դարձավ բարեխոս բոլորիս համար։ Եվ առաջի հայացքից թվում է, թե ինքը այնտեղ երանություն է վայելում, պարզապես իրականում ինքը իր որդու արչև ծնկիչած արցունք թափելով բոլորիս համար աղոթք է անում, հայցելով մարդկության համար ողորմություն երկնային Տիրոջից, եւ ըստ էության սա մեզ համար նաեւ մեծագույն բարեխոսության արժանանալու օր է, որpիսի մենք դիմենք Մարիամ Աստվածածնին, հայցելով իր բարեխոսությունը մեր խնդիրների լուծման համար։ Այսօր սիրելիներս բոլոր մեր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, Մարիամ Աստվածածնի այդ ավետումը բոլորիս համար բերկրալի օր է, նաև ինչպես մեր հայոց հայրապետը Գարեգին II հաստատել է կարգ, կատարվում է ըստ էության մայրության եւ գեղեցկության այսպիսի օրհնություն, կատարվում է մայրերի համար օրհնության կարգ եւ պատարագի ավարտին արդեն բոլոր նրանք, ովքեր կամենան
զորանալու, օրհնվելու իրենց մայրության կյանքի ճանապարհին կարող են մասնակից լինել այդ օրհնության կարգին, նաև նրանք, ովքեր կամենան հղիանալ, նույնպես սա մեծ առիթ է մասնակցելու եւ արժանանալու Տիրոջ ողորմությանը Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ։ Հետաքրքիր է իրականում հանրությունը հատկապես կանայք ակտիվ են գալիս այդ պատարագին։ Միանշանակ դա իրենց համար ովքեր իհարկե ունեն հավատք, իրենց համար դա մեծ էական նշանակություն ունեցող օր է, սակայն այդ ուրախությունը ոչ միայն կանանց համար, այլ բոլորիս համար է, եւ բոլորս պետք է ուրախանանք այն, ինչ որ կատարեց Աստված, որովհետեւ դա հրաշք է, որը ըստ էության երբևիցե չի եղել են, ասենք, անգամ ննջեցյալի հարություն, ասենք, հին ուխտի այդ պատմության մեջ, բայց որպեսզի Աստծո որդին անսահման Աստված ըստ էության մարթանա եւ բնակվի Մարիամ Աստվածածնի որովայնում, նա ով ամենուրեք է եւ միշտ եղել է եւ կա, սա այսպիսի երևույթ երբևիցե պատմության մեջ տեղիություն չի ունեցել եւ ըստ էության այս ուրախությունը բոլորինս է, բայց նախևառաջ կանանց եւ աղջիկների համար ինքը նաև գեղեցկության տոն է, որովհետև Մարիամ Աստվածածինը տվյալ տարածքում համարում էր ամենագեղեցիկ կինը։ Եվ այս ամենից զատ սիրելիներս նաև կուզենայի նշել, որ ամենակարևորը Մարիամ Աստվածածնի հոգու գեղեցկությունն է, որին մենք պետք է աշխատենք հետևել։ Ըստ էության մեզ պետք է գրավի ոչ թե Մարիամ Աստվածածնի գեղեցկությունը արտակնապես, այլ իր հոգու լուսավորությունը, հոգու գեղեցկությունը, հարստությունը եւ իր կյանքի օրինակը նախևառաջ կանանց եւ աղջիկների համար պետք է լինի օրինակ, որին պետք է իրենք ձգտեն նմանվել։ Այդ գեղեցկությունը մեզ համար եւ բարեխոսության աղբյուր, այդ գեղեցկությունը նմանվելու աղբյուր է, փրկության հասնելու աղբյուր է։ Ես ուզում եմ հասկանալ եկեղեցին քանի տարի է, որ ինքը հենց այսօրը նշում է որպես պատարագ էլի մատուցում է, այսքան պատարագ։ Սա շատ հինավուրց հաստատված տոն է, դեռ մեր առաքյալների կողմից սահմանված կարգ է, որովհետև ինքը ակունքով հասնում է այն օրերին, երբ առաքյալների համար Մարիամ Աստվածածինը մի լույս էր առաջնորդող, մխիթարող, երբ Քրիստոս համբարձվել էր եւ իրենք մխիթարում էին այս աշխարհում Մարիամ Աստվածածնով մինչեւ իր վերափոխվելը երկինք եւ իր վերափոխվելուց հետո արդեն հաստատեցին Մարիամ Աստվածածնին վերաբերող տոներ եւ դրան մասնակից եղավ հատկապես Հակոբոս առաքյալը, ով ազգական էր Քրիստոսի եւ գիտեր այդ բոլոր իրադարձությունների օրերը հստակ եւ ինքը ըստ էության այդ տոնական օրերի օրացույց կազմեց, որով մենք մինչ այսօր հետևում ենք։ Ես ոնց հասկացա, քանի որ այս տոնը շարժական չէ, ինքը հստակ տոն է ապրիլի 7-ը, ինքը օրը ընտրված զատիկի հետ ոչ մի կապ չունի, չէ՞ ինքը։ Իհարկե զատիկի հետ անմիջական կապ չունի, բայց այդտեղ կապ ունի ժամանակաշրջանը, որի ընթացքում մենք տոնում ենք այդ ավետումը, որովհետև սա հրեական Նիսան ամիսն է, որի ընթացքում նաև հրեական զատիկն է տեղի ունեցել եւ Նիսան ամիսը հրեաների համար դարձել է առաջի ամիս ըստ Աստծո հրամանի, մինչ այդ ինքը եղել է 6-րդ ամիսը տարվա ջրեղեղից հետո, բայց Աստծո հրամանով այդ ամիսը վերածվեց առաջի ամսի հրեաների համար եւ ըստ էության այդ ամսվա հետ կապված են բոլոր այդ փրկagorցական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել եւ շարունակում են ներգործել մեր կյանքում։ Նաեւ այստեղ հիշում ենք խոսքը, որ ըստ էության ասում է 6-րդ ամսին Գաբրիել հրեշտակապետը այցելեց Մարիամին, նկատի ուներ այստեղ նաև Հովանես Մկրտչով հղիացումը Եղիսապետի կողմից, որը 6 ամիս առաջ հղիացել էր,
եւ այստեղ հերթներ արդեն Մարիամի հղիանալու եւ քանզի Հովանես Մկրտիչը նախակարապետն էր Քրիստոսի գալստյան, այսպես մուտք գործելու կյանք եւ այս իրադարձությունները մեկը մյուսի հետ շահկապված էին։ Հետաքրքիր է, որ ասում եք միշտ նշել են։ Հիմա ես որ հիշում եմ իմ շատ ավելի փոքր տարիները, մենք մարտի 8 գիտեինք ու վերջ եւ ապրիլի 7 հասկացողություն առասարակ չկար։ Հետո լսեցինք, որ սա բերեցին, մեր հայկական մարտի 8-ն է, այս տեսակ ձևակերպումներ կար, այսինքն հիմա դուք ներկայացրեցիք, ես հասկացա, որ տոնը ունի պատմություն, թե որտեղից է գալիս, բայց ես ուզում եմ հասկանալ այն ժամանակները, իմ դպրոցական տարիներին, որ հաստատ չկային, երբ ինքը դարձավ այնպիսի մի տոն, որը պիտի հանրությունը իմանա, նշի ու հատկապես եկեղեցին նշի։ Խորհրդային տարիները բերեցին իրենց ես էի ուզում հարցնել խորհրդային տարիները մեր հոգևոր կյանքի վրա եւ ժողովուրդը կորցրեց 3 սերունդ կարելի ասել անցնելով այդ խորհրդային անաստված տարիներին, կորցրեց շատ գիտելիքներ, շատ սովորություններ կապված եկեղեցու հետ եւ ըստ էության փլուզումից հետո խորհրդային միության եկեղեցին դեռ տկարացած վիճակում մեծ աշխատանք սկսեց կատարել վերականգնելու այն ինչ որ մենք ժամանակին կորցրել ենք եւ այդ թվում նաեւ այս իրադարձությունը, որը տոն է բոլորիս համար եւ ըստ էության ես իմ խորհուրդն է, հորդորն է իրապես ապրիլի 7-ը համարել գլխավոր մեզ համար կանանց տոն, որովհետև մարտի 8-ի արմատները ցավալի արմատներ են, ինչի հետ է կապված այդ տոնը, ես չեմ ուզում մանրամասնել, եւ այստեղ ինչի հետ է կապված է մի լուսավոր սրբության Սուրբ Էակի հետ, որից բխում են բոլոր այն բարձրակարգ բարեխոսությունները մեզ համար եւ որը մեծ ներգործություն կարող է ունենալ յուրաքանչյուրիս կյանքում եւ սա մեզ համար ճշմարիտ իրապես ուրախության աղբյուր է մարդը կարող է ուրախանալ ծննդյան օրով տարբեր հաջողություններով բայց սա իրական այն ճշմարիտ ուրախության օրն է որ ասում է ուրախացիր Մարիամ սա ուրախություն է աստվածային ուրախություն է բոլորիս համար որովհետեւ հավիտենական կյանքի խոստումն է կատարում Աստված այս ավետման փաստով իրադարձությամբ եւ մենք պետք է ուրախանանք նախ հոգեվոր ուրախությամբ եւ իհարկե նաեւ շնորհավորենք բոլոր կանանց, աղջիկներին եւ մաղթենք իրենց Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ կյանքի բարի ընթացք եւ մաղթենք մայրերին, որպեսզի Աստված զորացնի իրենց խաչը, որ ստանձնել են երկրի վրա իրենց զավակների համար, հաջողությամբ արդյունավետ կերպով կրելու Աստծո առաջ, արժանանալու վարձքին Աստծո կողմից, սա նույնպես մեծ դեր ու նշանակություն ունի։ Ինձ հետաքրքիր է, բացի հայ ազգից, քրիստոնյա աշխարհում կան էլի ազգեր, պետություններ, որտեղ որ ապրիլի 7-ը այս փիլիսոփայությամբ էլի դժվում է։ Ապրիլի 7-ը տոնվում է որպես տոն քրիստոնեական մեծ ուրախությամբ շուկով բոլոր քրիստոնեական եկեղեցիներում, սակայն որպես կանանց տոն այն հռչակված չէ։ Դա միայն Հայաստանում է գործում, հայ ժողովրդի համար է գործում, մեր հայրապետի, վեհապար հայրապետի կոնդակով որոշմամբ եւ սա կարծում եմ մեծ իրոք դերակատարություն ունի մեզ համար փոխանակելու այն մարտի 8-ը ճշմարիտ ուրախության տոնով։ Այո, իրականում դե մայրության խորհուրդը ես միշտ տարբերակել եմ հայ կանանց ու հայ մայրերին աշխարհի բոլոր մայրերից, չգիտեմ ինչու, բայց մտածում եմ, որ այդ տեսակ անվերապահ, անմոռաց, չգիտեմ, պաշտպանի կերպարում, որ կան մեր հայ մայրերը, քիչ ազգերի մոտ են հանդիպում։ Ու այդ լուրջ պատասխանատվություն է, երբ դու ստանձնում ես այն, որ ասում են ինչ-որ մեկի կյանքի համար պատասխանատվություն կրթելու, բավարար սեր տալու, դաստիարակելու արժանի եւ քեզ համար զավակ եւ աշխարհի համար չասենք, լավ, գոնե քո հայրենիքի համար,
արժանի մեկը, որովհետև անընդհատ ես ասում եմ, որ ինչքան դուք շատ սեր եք տալիս, ինչքան շատ եք կարողանում նրանց մանկությունը սիրո ու քնքշության մեջ ապահովել, ինչքան ուշադրություն եք տալիս եւ ինչքան պնդում եք կրթությունը, այնքան դուք հեշտացնում եք այդ մարդու կյանքը հաջորդիվ։ Հետո նոր ասում եմ, ձեզ է լավ, հետո նոր պետությանն է լավ, բայց առաջին հերթին այդ ամենը հեշտացնում է կյանքը, որովհետև սիրո մեջ մեծացած մարդը միշտ սիրելի է, միջավայրում ինքը հաստատ ատելություն չունի, ինքը պարկեշտ է, ցանկալի է յուրաքանչյուր միջավայրում, դե եթե կրթվածել է, եթե ինչ-որ բարոյական արժեքներով էլ լցված է այդ ընտանիքում, անհնար է, որ իր կյանքը, չգիտեմ, սխալ ընթանա, ինքը սխալ ուղղությամբ գնա կամ հանրությունը իր հանդեպ ունենա, չգիտեմ, ատելություն կամ ոչ այդքան համակրանք, այդ բացառված է։ Դրա համար պետք է առաջին հերթին թերևս ինչ բնորոշ է մայրերին տալ շատ սեր ու շատ արժեքներ։ Հիմա արժեքներից շատ-շատերն էլ եկեղեցին է քարոզում իր ճշմարտություններով, վստահ եմ այդ պատարակների ժամանակ շատ հարցերով են ձեզ մոտենում։ Իհարկե։ Օրինակ ամենամայրերի կողմից հնչեցված հարցը ինչ է լինում։ Մայրերի իհարկե հնչեցված հարցը իրենց զավակների ընթացքն է, ամենաշատ անհանգստությունը իրենց համար զավակներն են բոլոր առումներով, թե հոգևոր վիճակի, թե իրենց կյանքի խնդիրների համար եւ իրենք խնդրում են մեզ հաճախ իրենց զավակների համար աղոթք անել, որպեսզի ճշմարիտ ընթացքի մեջ հաստատի Աստված իրենց, պահի, պահպանի, ուղեկցի, սա իրենց ամենամտահոգող այսպես հարցն է, թե հոգևոր իմաստով, թե այս ֆիզիկական աշխարհի խնդիրների լուծման համար։ Բայց լավ է, որ մարդիկ այնքան են հավատում եւ դեռ մոտ են եկեղեցուն, որ եկեղեցու մեջ փնտրում են հարցերի պատասխաններ։ Այդ արդեն գովելի է, որովհետեւ մարդկա առհասարակ ինքը մտածում է, որ պատասխանները ինքը գիտի եւ հոգևոր խորհրդի կարիքը չունի։ Ցավոք սրտի շատերը կան այդպես, որ հոգևոր այսպես խորհրդի կարիքը չեն զգում, հոգևորականների մեջ, եկեղեցու մեջ, սակայն նրանք, ովքեր ունեն խորը գիտակցություն, խոնարհություն Աստծո առաջ, այն իմաստով, որ միանշանակ եկեղեցու միջնորդությամբ կստանան անհրաժեշտ խրատներ, որոնք կարող են իր մտքով անգամ չանցնել, որոշ բաներ ինքը գիտի կամ կարող է սխալ պատկերացնել, բայց հոգևորականը ճիշտ ուղու վրա կհաստատի իրեն, կօգնի, կաջակցի, բացի այդ իր աղոթքներով նույնպես կնպաստի խնդիրների լուծմանը։ Ես մի հարց ունեմ, կաթոլիկ եկեղեցում մարդիկ հնարավորություն ունեն այդ, չգիտեմ, այդ փոքրիկ ինչ-որ հատվածում օրհնություն ստանալու կամ չգիտեմ խոստովանության, մեղքերի կամ sense ինչ-որ շատ չխորանամ այդ հարցի մեջ, մեր հայկական եկեղեցում ինչ հնարավորություն կա Տեր Հոր հետ խոսելու ոչ միայն մեղքերի թողություն, այլ չգիտեմ, մի քիչ թեթևանալու կամ մի քիչ ավելի ճիշտ ուղու վրա։ Այդ հնարավորությունները միանշանակ մեր եկեղեցում էլ առկա են, սակայն այդպիսի փոքրիկ տնակ չէ, որ մենք մուտք ենք գործում եւ զրուցում ենք, այլ որևիցե սենյակում դուրը փակում ենք, նստում ենք մարդու հետ զրույց ենք անում, խորհուրդներ ենք տալիս բոլոր ցանկացողների հետ։ Բոլոր ցանկացողների հետ, իհարկե։ Եվ այստեղ նշեմ, որ հոգևորականը իրավունք չունի այդ խոստովանության փաստերը որևիցե մեկին հայտնելու, այնպես թող մարդիկ չվախենան, չամաչեն եւ եթե խնդիր ունեն իրենց մեջ կուտակված կան զրուցեն հոգևորականի հետ։ Այստեղ իհարկե կուզենայի նշել, որ հայ եկեղեցում այդ խոստովանության նպատակը ոչ թե պարզապես մեղքերի թողություն ստանալն է, այլ ավելի շատ խորհուրդներ ստանալն է, ինչպես վարվել այս կամ այն վիճակում, որովհետև թողության համար գործում է այդ ընդհանրական խոստովանության կարգը անմիջապես պատարակից առաջ, որտեղ ընթերցվում են բոլոր տեսակի մեղքերը եւ վերջում հոգեվորականը արձակում է մեղքերը ժողովրդի եւ ժողովուրդը մասնակցում է պատարակին։ Սակայն կան մեղքեր, որոնք կարիք ունեն այսպես խորհրդակցելու հոգեվորականի հետ,
այսինքն մաքրվելու համար անհրաժեշտ է որոշ քայլեր կատարել, որպեսզի թողությունը իրապես իրենք գտնեն այս կամ այն տեսակի մեղքի համար։ Բացի այդ շատ կարևոր է ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում, որում հայտնվել է մարդը, այսպես կյանքի փորձությունները, դժվարությունները, գայթակղությունները պատել են իրեն եւ հոգեվորականը խորհուրդ է տալիս ինչպես այս կամ այն վիճակից դուրս գալ, ինչպես հաղթահարել, այսպես ասենք, ավելի շատ այդ խոստովանությունը այսպիսի դերակատարություն ունի։ Տեր հայր, եւս մի հարց եկեղեցու հետ գրագետ հարաբերվելու կամ, չգիտեմ, գրագետ հասկանալու եկեղեցու դերը։ Ինձ հետաքրքիր է ու այս Կիրակի հատկապես որ դա նկատեցի, այդ հարցերը տենց կուտակվեցին, ուզում եմ հնչեցնել հիմա։ Այն մարդիկ, ովքեր համարում են, որ եթե սրբի նկարները համբուրեն կամ ձեռք տան, ուրեմն իրենց աղոթքը էլ ավելի շուտ տեղ կհասնի, կամ են օրինակ երիտասարդ տղամարդիկ շատ եմ նկատել, օրինակ Կիրակի օրը մի Նիվայի վարորդ, տենց մուղամը բարձր հնչելով իջնում էր, բայց հենց հասավ են Աբովյան փողոցի եկեղեցու մոտ, ցած անմիջապես խաչակնքվեց։ Հետաքրքիր էր այդ երկակի պարադոքսալ երաժշտությունը չափազանց բարձր, դե գիտեք մոտավորապես ինչքան այնտեղ մոտավորապես էլ տենց մի արաբա-թուրքական մուղամ էր հնչում, բայց ինքը խաչակնքվում էր, այդ խաչն էլ այսքան կախված էր հայելուց։ Ես առհասարակ ուզում եմ հասկանալ եկեղեցում, հա, գրագետ քեզ դրսևորելու, հենց սկսած սրբի նկարները համբուրել կամ ուղղակի մի հատ ձեռքը դիպ, այնտեղ անգամ մի եկեղեցի կա, որտեղ գրառում է արված, որ չդիպչեն բաներին, որ մեջը խունկ են վառում, որովհետև կախված է։ Ու ես հասկանում եմ, որ մարդիկ անդադ ինչ-որ բանի դիպչում են, համարում են, որ այդպես ավելի մոտ են Աստծուն կամ եկեղեցուն։ Սա առհասարակ ինչ անգրագետ դրսևորում է։ Իրեք ինչ սրբապատկերները իրենք մեծամասամբ հիմնականում եկեղեցիներում օծված են եւ հետեւաբար այդ սրբապատկերներից զորություն է բխում եւ դա էլ հենց դրդում է մարդկանց դիպչելու։ Ասենք որ սխալ են անում, դա չեմ կարող իհարկե, բայց մյուս կողմից եթե բոլորս սկսենք սրբապատկերներին դիպչել, սրբապատկերները շատ արագ իհարկե կմաշվեն, շարքից դուրս կգան եւ այստեղ կարեւոր է մոտեցումը հայ եկեղեցու սրբապատկերների նկատմամբ, այն է որ մենք պատկերահարգ ենք, ոչ թե պատկերապաշտ եւ մենք չպետք է նյութական այսպես վերաբերմունք մեծ շատ ունենանք տարբեր իրերի նկատմամբ, ավելի շատ կենտրոնանանք մեր հոգևոր ընթացքին, որևիցե բան Աստծուց ստանալու համար մտածենք ինչ պետք է անենք, որպեսզի Աստված մեզ պարգևի այս կամ այն մեր խնդրանքի իրականացումը։ Հիվանդություն է, մտածենք ինչպես վարվենք, ասենք նախ պատճառները հաճախ մեր մեղքերն են լինում եւ մենք պետք է պահքով, աղոթքներով, զղջալով, Սուրբ Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության գիրքը ընթերցելով, սաղմոսներ ընթերցելով, փորձենք ապաշխարել, մաքրվել, կտրել արմատը, պատճառը հիվանդության եւ հետո դիմել հոգեվորականին խնդրելով բժշկության աղոթք կատարել։ Եվ հետեւաբար այստեղ ավելի գիտակից մոտեցում է պետք, քան մենք հաճախ կատարում ենք հույսը դնելով այսպես այդ սրբապատկերի զորության վրա կամ այլ նյութերի եկեղեցու մարկա նյութերի վրա, որի միջոցով կարող ենք ստանալ։ Ես չեմ բացառում, որ դա իրենք կարող են ստանալ, եւ ոմանք կարող են ստանալ այդ միջոցով իրենց խնդրանքի իրականացումը, բայց մենք որպես գլխավոր նպատակ ունենալով կատարելագործվել հոգեպես եւ փրկության հասնելը, մենք պարզապես չպիտի մտածենք, ասենք, ֆիզիկական բժշկության մասին։ Միգուցե այդ հիվանդությունը մեզ կամ այլ տեսակի նեղությունը մեր հոգու համար դարման է, դեղ է մաքրագործվելու, փոխհատուցելու սխալները, արքայություն հասնելու, որովհետև Աստծո նախախնամությունը գործում է ի նպաստ մեր հոգիների փրկության նախ եւ առաջ։ Այն որ մենք ասում ենք Աստված անսահման մեզ սիրում է, բայց ինչու է թույլ տալիս նեղություններ,
ինքը ստիպված է դա թույլ տալու մեր իսկ հոգու փրկության համար ավելի լավ է հավերժության մեջ երանություն վայելենք, քան այս կարճ կյանքում բարենպաստ վիճակում գտնվենք։ Սա է պատճառը, որ Աստված ստիպված է լինում հաճախ թույլատրել այս կամ այն նեղությունները։ Եվ ասեմ ավելին, այս վերջի այսպես դարաշրջանում մենք տեսնում ենք տեխնիկայի զարգացման պատճառով բարենպաստ կյանք մարդկանց համար, որը բթացնում է մարդու մեջ գիտակցությունը, որ ինքը դրախտից արտաքսված է։ Կարծես ճանապարհ ընկնենք, ճանապարհին մի տաղավար կառուցենք, պատրաստենք եւ մնանք այդ տաղավարում, դադարենք քայլել առաջ, բայց մենք տեղ ունենք գնալու։ Իսկ նախկինում այսպես նեղությունները, դժվարությունները, չարչարանքները ավելի շատ էին, չկար այն տեխնիկական բոլոր միջոցները, որոնք այսօր կան, մարդը իր չարչարանքով մի կտոր հաց էր վաստակում, մենք փոքրիկ ներդրումով շատ ավելի շատ ենք վաստակում այսօրվա տեխնիկական հնարավորություններով, շատ ավելի այս պարուրված ենք տարբեր հետաքրքրություններով, որոնք նախկինում այդքան չկային, եւ այդ նեղությունների մեջ ապրելով մարդը լսում էր եկեղեցու ձայնը, որ Աստված խոստանում է քեզ հավիտենական երանություն, քաղցություն, եթե դու այդ նեղության մեջ ճիշտ ընթանաս, այդ սիրո պատվիրանին հետևորդ լինես, Աստծո պատվիրանները իրականացում դարձնես, քո կյանքում դու կհասնես այդ փրկության նավանգիստ, բայց եւ որ մարդը գտնվում է այսպես բարենպաստ կյանքի պայմաններում, ինքը չի զգում, որ ինքը դրախտից կարծես արտաքսված լինի։ Սա է վտանգը այս վերջի ժամանակաշրջանի եւ այստեղ շատ կարեւոր է, որ մենք իրապես մեզ ստիպենք այսպես հոգևոր այդ գրականությունը ընթերցելու, եկեղեցու կոչերին, տոներին անդրադառնալու, հատկապես այս մեծի պահոտ շրջանում արտաքսման կիրակին հիշենք եւ վերադարձի անառակ որդու եւ մնացած բոլոր իրադարձությունները, որոնք մեզ անընդհատ մեզ կստիպեն մտածել, որ սա չէ այն, ինչ որ Աստված մեզ խոստացել է եւ կամենում է հավիտենական երանություն, որը որակապես չես համեմատի այս աշխարհի բարիքների հետ եւ մարդը կտրուկ իր մեջ հստակ որոշում կայացնի հետևելու դրան եւ ստիպելու, այսպես ասենք, քայլել Աստվածահաճո այդ պատվիրաններով փրկության հասնելու, սիրտը կտրելով այս անցողիկ աշխարհից, ապրելով աշխարհի մեջ միաժամանակ։ Հուսանք, որ ձեր խորհուրդները պիտանի կլինեն այն մարդկանց, ովքեր մեզ հիմա հետևում են, որովհետև հնչեցնել գրագետ կարևոր խորհուրդներ ու տեղեկություն, վստահ եմ, որ ինչ-որ մեկին էլ գուցե սա պետք էր այսօր լսել, ինչ-որ որոշում կայացնելու համար։ Ձեզ շնորհակալ ենք, որ մեջ յուրնեիք, հետաքրքիր զրույցի համար եւս, դա Աստված, որ բոլորս մեր ներսում ունենանք այնքան քաջություն, խոստովանելու մեր սխալները եւ փորձելու իրականում ճիշտ է ճանապարհը Աստվածահաճո, ինչպես նշեց, մեր հյուրը գտնելու այդ Աստվածահաճո ճանապարհը։ Շնորհակալ ենք։ Այս պահին մեր եթերում գովազդ, որից հետո կշարունակենք։